Սկորին չէր կարում անցնել ստեից։ Ես իմ գիշերն եկել եմ ուղեկցել եմ որ անցնեն սկորին։ Ասում են չէ սենց, բայց որ լավ դեպք է, всё։ Պարտադիր դեպք լինի որ նոր գանես գործողություններն անեն։ Քանաքեռավանը Երևանին կապող ճանապարհի կամուրջն է։ Ինչպես տեսնում եք, այն անմխիթար վիճակում է։ Բետոնե շերտը քայքայված, մետաղյա հատվածները վնասված, իսկ մեքենայով անցնելը պարզապես վտանգավոր է։ Բնակիչները խնդրի լուծման ժամանակավոր տարբերակներ են գտնում երկաթյա թիթեղներ եւ քարեր դնելով, կանխելու համար փլուզումը։ Դեպի կամուրջ տանող ճանապարհի մի մասը բնակիչներն ասֆալտապատել են իրենց նախաձեռնությամբ ու փողերով։ Հետո ասֆալտին փոխարինելու են գալիս գրունտն ու քարերը։ Ճանապարհի մի հատվածի համար էլ բնակիչներն այսպիսի լուծում են գտել։ Մենք ենք բերել, լցրել, որ բան չանի։ Այ այս հատվածը, ասել եմ, գոնե այստեղից են, որ վերջերա մի մեքենա բերել ենք, շին աղբենք լցրել, քանդած, վրան էլ լցրել ենք, որ կարողանանք այդ մեծ փոսերը ծածկենք, որ այդ մեքենաները այս անմխիթար տեղով գնան։ Նորհաճն համայնքի Քանաքեռավան բնակավայրի Զովունի այգեգործական թաղամասի բնակիչների կողմից լիազորված անձ Գոհար Մանուկյանը պատմում է, ճանապարհի խնդիրն ավելի սրվեց, երբ հիմնանորոգման համար փակվեց գյուղից դեպի Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհը։ Միահամուռ ուժերով, բնակիչներով կատարեցին մասնակի աշխատանքներ, որը մի փոքր բարելավեր ճանապարհի վիճակը, միջև որ հիմա ունենք այս ինչ որ ունենք։ Ուրեմն կառուցեցինք ճանապարհները, բայց ֆինանսական սուղության պատճառով չկարողացանք միջև վերջ գնալ, գոնե մի թեթևակի վերանորոգեինք։ Հիմա կամուրջը գտնվում է այս վիճակում։ Գոնե խնդրում են կառուցեք այս կամուրջը։ Բնակիչներից մեկի խոսքով արդեն երրորդ անգամ է իրենց միջոցներով թաղամասում ճանապարհներ են սարքում, իսկ համայնքի կողմից աջակցություն չկա։ Այն օրը, որ վերջացավ այս աշխատանքները, այդ օրվանից սկսվեց այս հոսքը, քանի որ մյուս կամուրջը գիտեք, որ բանը վերանորոգվում է եւ այլն նոր ճանապարհ սարքվում, այդ նույն օրը կամազներով բարձած եւ այլ 40 տոննանոց եւ այլ մեքենա, բոլոր մեքենաները անցան այս ճանապարհով, որը նոր էինք սարքել, դեռ այսպես ասած լրիվ չէին վերջացրել։ Գոհար Մանուկյանն էլ ասում է, դիմել է կրթվելը նորաձև է շարժմանը, որպեսզի հնարավորություն ունենա տեսնելու Նիկոլ Փաշինյանին եւ 70 բնակչի ստորագրությամբ դիմումն անձամբ փոխանցի վարչապետին։ Դուք անձամբ կարդացեք, իսկ եթե պետք է, ես այդպես էլ ասել եմ վարչապետին։ Պարոն վարչապետ, ես ձեզանից գիտեք ինչ եմ ակնկալում, որ սա որպես թափոն չի էլի, տանեք աղբար կգցեք։ Ես ձեզանից խնդրում եմ աչքի անցկացրեք, կարդացեք, մեջը ինչ է գրված։ Հուլիսի 21-ին նամակ է ստացել մարզպետարանից, ըստ որի բնակչի կողմից վարչապետին հասցեագրված եւ Կոտայքի մարզպետի աշխատակազմը վերահասցեագրված դիմումում բարձրաձայնված հարցերը քննարկվել են Նորհաճն համայնքի ղեկավարի հետ։ Դեռ հուլիսին համայնքապետարանը մարզպետարանին հայտնել է, որ ճանապարհների ասֆալտապատման իրականացման համար հանձնարարվել է ուսումնասիրել թաղամասի անմխիթար ճանապարհները եւ իրականացնել բարեկարգման աշխատանքներ։ Ստացվում է ճանապարհների բարեկարգման աշխատանքները սահմանափակվել են ընդամենը 5 բեռնատար ասֆալտ լցնելով։ Այս մասին Ֆակտոր TV-ին հայտնեցին Նորհաճն համայնքապետարանից։ Գնացել են մեզ մոտ ճարտարապետներ, տեղի վարչական ղեկավարներ, մեր համայնքի ղեկավարի իմացությամբ գնացել են ուսումնասիրել, որը ինչքան գործ կլինի, ինչ կլինի, նախատեսում ես 2 տարվա մեջ արվի, բայց որպես շատ անհրաժեշտության պահ նախնական տարել ենք, ոնց են ասում, աղացած ասֆալտը, որ մենք հինեքերում են, տանում են այնտեղ են լցնում մնացած։ Համայնքապետարանի աշխատակցի խոսքով կամրջի վերանորոգման համար շատ մեծ միջոցներ են պահանջվում, այժմ հաշվարկներ են անում։ Թեև սա Քանաքեռավանից Երևան հասնելու միակ ճանապարհը չէ, սակայն Կորեայի ձորի ճանապարհի փակ լինելը հիմնանորոգման նպատակով ավելացրել է այս այլընտրանքային ճանապարհով երթևեկելը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցեցին, որ Կորեայի ձորի հիմնական ճանապարհի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Մինչ այդ մեքենաների վարորդները ստիպված կլինեն անցնել դժվարանցանելի կամրջով։